Արդ ես հետինս դավանողներից և բարիքներից ունայնս իսպար, մտատեսությամբ դիտելով սկիզբն իմ եղելության, որը կատարվեց Արարչի ձեռքով, անեությունից հավատում եմ, լի հույսով աներկբա, որ Քրիստոսը ինչ որ կամենա կարող է անել։ Զի հավատացի, ուստի խոսեցի, ուսած Պողոսից, Դավթից խրատված, այժմ էլ թող նրանց խոսքը կենդանի օգնի, որ ես այս հավատով նաև ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը մեծ, հաղորդությունն իր չարչարանքներին, այլև բոլորն այն, ինչ առաքյալը հիշատակում է հաջորդ տողերով, սրան կցորդե, հույժ նմանատիպ, հավատալը և այն փոփոխության, որ մեղավորը կարող է դառնալ լիովին քավված, չարագործն արդար, անմաքուրը սուրբ, ծանր, անքավելի հանցագործությամբ մահապարտը, անպարտ, երանավետյալ, իսկ ծառայական կապանքների մեջ հեծեծողն հասնել երկնային փառքի ու ազատության։ Ինչ կա արդարև ավելի չքնաղ խոսքից, մտքից վեր, քան երկբայության թանձր խավարից, Աստծո օգնությամբ մաքրված սիրտն այն մեղավորի, որ մարմնով հրճվելիս հեծում է հոգով, որը թեպետ է վսեմ բարձունքից, խորասուզվել է կործանման վիհի անդունդն անհատակ, բայց ունի նաև փրկության նշխար, իբրև լույսի կայծ, պահած իր մտքում ու իր հոգու մեջ, այն զարմանալի ու խորախորուրդ թանձր հրի պես, որ մակարդվել էր ամենազորի կամքի հրաշքով, խորունգ հատակում, նիրհող ջրհորի, ուստի մեղավորն իսպար վշտաբեկ, որը կորցրել է բարին գտնելու ակնկալությունը, լքվել շնորհի վստահությունից, կարող է հուսալ, հասնելու նորեն նախապարգևյալ փառազարդության, քանզի հենց Աստծո կամքով է մեր, վերարծացվում նաև կայծն այն ներգործող, որով Արարչի ամենահնար կարողությունն է բարեհռչակվում։ Այս խունկն ավելի մեծ հաճությամբ է հոտոտում Աստված, քան մյուս բոլոր բուրումներն անուշ, քան թե երբեմնի խնկախառնուրդն այն մանր աղացած իսպաս խորանին, որ օրինակ է զղջմամբ խոնարհված ու նմանությամբ միացած մարդկանց, ըստ որում նույնիսկ Փրկիչն համայնի, տեսողությունից ախտաժետ ոմանց նախ հարցում արեց. հավատում եք, որ ես կարող եմ ձեր աչքերը բանալ, և չպարգևեց նրանց աչքի լույս, մինչև հավատի գրավ չստացավ։ Ինչը կարող է լինել մեզ համար ավելի անհույս, քան թե 4 օրվա մեռած թաղվածի կենդանացումը, բայց չէ որ կանայք, որոնք աներեր հավատով ընկան ոտքերն Արարչի, անհապաղ տեսան Աստծո փառքի հանդեսն անապատում, իրենց սիրելի եղբոր հարությամբ, որ մեղանչումից վերջն էլ մնում է շնորհն անկորուստ, կան հզորագույն բազում վկաներ, նախ Ենոքը, ապա և Ահարոնը, հետո Դավիթը, Պետրոսը ու փոքր Եղիազարը, որ արժանանալով բարձրյալ Աստծո ողորմածության ինքն եղավ վկա, նույնիսկ իրենից մեծերի համար, ավելորդ է, և հիշել առակը անառակ որդու, թողնում եմ նաև այն ամբարոյին, որ գովվեց Տիրոջից, մաքսավորին այն, որ արժանացավ հենց բարեգործից հիշատակվելու, և երջանիկ այն ավազակին, որ շունչը փչելու պահին հավատով պսակ ընդունեց, իսկ կա ավելի անքավելի մեղք, քան սպանությունն ամենաստեղծի, բայց չէ որ դրան մասնակցում էր նաև Պողոսն ընտրագույն, որ մի ժամանակ պարագլուխն էր անիրավների, սրանցից ոմանք, որոնք գայթեցին, օրենքին ծանոթ լինելով հանդերձ, կանգնեցին դարձյալ, վարքը նախնական, հազարապատիկ գերազանցելով, իսկ նա, որ նախքան նոր օրինակի տրումն էր եղել, մոտ էր ավելի դավանանքի հոր պատվիրաններին, ամուր պահպանեց ավանդը հայրենի և նախամարտու մեղքերը նույնպես իրեն հաշվելով, տառապանքներով իր տաժանելի հատուցեց նաև նրա փոխարեն, ոչ թե քավություն գտնելով ծածկվեց այստեղ հողի տակ, այլ չարչարալի մարմնով զորապես, հաղթելով մահվան վերացավ երկինք, հանդիսանալով բանականների կյանքի կարապետ, իսկ ոմանք, որ խակ տհաս հասակում երկար ժամանակ անձնատուր էին եղել չարության, չափահասության հասնելով, ոչ թե բարձրություններից գահավիժեցին, այլ այս ստորին, կյանքի դժնդակ թշվառությունից ամբարձան երկինք։ Եթե նախկինում չարերի դարձը այնքան զորացավ, որ հողազանդված գոյացությունն այս կարող էր փոխվել
ոսկեղեն նյութի, պատկերն արքունի պատվով վեհաշուկ, քանդակված տպվել մեր էության մեջ, բնությունը մեր դարձնելով անեղծ, անկորչելի և անպարտելի դավադրության դեմ, ապա բոլորն այդ որքան ավելի հուսալի է արդ, լուսավորությամբ պայծառ, անծածկույթ, անսքող, ուխտված Տեր Քրիստոսով, որ դառնալով մեր հաշտարար միջնորդ, կենդանի անմահ մշտնջենավոր բարեխոս երկնի, հաստատ է պահում մշտապես մեր մեջ, Սուրբ Մարգարեի բերանով ասված խոսքը Տեր ունի, ուխտ խաղաղության և հաստատության կնիկ, անխաթար, ճշմարիտ կանոն, անփոփոխ վճիռ և արարչավանդ, սրբազան պայման, այս խոսքի պատկերն համբուրում եմ ես, ահա շուրթերով անեղծ հավատիս, շնորհի փառքի ակնկալությամբ, քանզի արդար է վառաքելական խոսքի համաձայն, երբ Աստված հենց ինքն է արդարացնում, ելով կարող է մեզ դատապարտել, ապավինելով անստվերագիր այս վստահության, կործանվածս ահա կանգուն եմ նորեն, թշվառս հաղթող, մոլորյալս ուղված դարձին կենարար, ամենաթշվառ չարագործս հույսին, մատնվածս մահվան, կյանքին կատարյալ, ապականյալս շնորհին անկեղծ, դժնդագործությամբ տարվածս լույսին, անասնակենցաղ ստորնասերս երկնքին Աստծո, կրկնակ գայթածս նորոգ փրկության, մեղքով կապվածս խոստմանն հանգստի, վիրավորվածս անամոք դեպի դեղն անմահարար, ստամբակյալս վայրագաբարո հնազանդության, աստանդականս խռովյալ կոչին, ապերասանս դժնի հեզության, ընդդիմախոսս լուտաբան ներման, և այս շնորհիվ Հիսուս Քրիստոսի, նրա հոր, հզոր բարձրյալ, ահավոր և ճշմարտության Սուրբ Հոգու անվամբ ու կամքով բարի, որոնց իսկության օրհնաբանյալ ու միաստվածության, անբավ զորություն ու արքայություն, մեծություն ու փառք հավիտյանս, ամեն։